Աստված իմ, այս ինչ է կատարվում, Տեր իմ, օգնիր ինձ, բժշկիր, ներիր, ողորմիր, հուշիր ինձ Աստված, որն է ճիշտը, ինչպես վարվեմ, ուր գնամ, ում հետ խոսեմ, ում վստահեմ։ Տեր իմ, երբ է ցրվելու խավարը, երբ է բացվելու լույսը, երբ է ծագելու հուսո աստղը, երբ է բարին հաղթելու, երբ է խափանվելու չարը, երբ է հալածվելու դևը, երբ է պարտվելու սատանան։ Եվ այսպես, երբ ասում ենք Աստված, բնականաբար առաջինը պատկերացնում ենք ելում, եթե ոչ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, եւ ծնվում է հարցը, ինչու՞, չէ՞ որ Հիսուս Քրիստոս Սուրբ Երրորդության երկրորդ անձն է։ Շատ պարզ իրողություն կա, Քրիստոս մարդացավ եկավ աշխարհ եւ մենք Քրիստոսին տեսանք։ Այսինքն Քրիստոսով բացահայտվեց մեր կյանքում եւ Աստծո հայրությունը եւ նաեւ Քրիստոս մեզ առաջնորդեց ճանաչելու եւ բացահայտելու Սուրբ Հոգի Աստված։ Այսինքն Քրիստոս իրականում մեր կյանքում ներկայ է եղել, մարդացել է, եկել է աշխարհ, մեզ նման մարդ է եղել եւ բնականաբար այս իմաստով Քրիստոս մեզ համար շատ ավելի ընկալելի եւ շատ ավելի հասկանալի է։ Հավատոհանգանակում գրված է. հավատում ենք մեկ Տիրոջ Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց, միածին, այսինքն հորեությունից, Աստված Աստծուց, լույս լույսից, ճշմարիտ Աստված ճշմարիտ Աստծուց, ծնունդ եւ ոչ արարած, նույն ինքը հոր բնությունից, որի միջոցով ամեն ինչ եղավ երկնքում եւ երկրի վրա, երևելինները եւ աներևույթները։ Մեջբերումը հավատոհանգանակից է, բայց մենք տարբեր գրքերում, սկսած հին կտակարանից, տարբեր մարգարեություններից ու մեկնաբանություններից ենք ծանոթ Քրիստոսի ծննդյան ծանուցումներին ու պատմությանը, եւ բոլոր ժամանակներում պարզ մահկանացուներից հետաքրքրել է, արդյոք Քրիստոս երկու ծնունդ է ունեցել, ծնվել է հոր էությունից որպես Աստված եւ հղացվել է Սուրբ Հոգի Աստծուց, ծնվել Սուրբ Կույս Մարիամից որպես մարդ։ Ինչու հենց Քրիստոսն է եւ Աստված եւ մարդ, մեկ բառով Աստվածամարդ։ Եսայիա մարգարեության մեջ կա այսպիսի մի դրվագ, Քրիստոսի ծննդյան հետ կապված, ասում է՝ մի մանուկ ծնվեց մեզ համար եւ մի որդի տրվեց մեզ։ Չի ասում որդին ծնվեց, ասում է որդին տրվեց։ Քրիստոս իբրև մանուկ ծնվեց, մարդացավ, մարդկային այդ ծննդյան միջոցով եկավ աշխարհ, բայց իբրև որդի Քրիստոս չի ծնվել, Քրիստոս հավիտենապես եղել է եւ հավիտենապես գոյություն ունեցել աշխարհի արարումից առաջ նույնիսկ։ Այսինքն երկու ծնունդի մասին խոսք լինել չի կարող։ Որդի Աստված միշտ հավիտենապես եղել է։ Եվ ինչպես որ Աստված Հայր Աստված չունի սկիզբ, այնպես էլ Որդի Աստված չունի սկիզբ։ Եվ նաև հենց այդ առումով շատ կարևոր է Եսայի մարգարեության այս հատվածը, որը հենց դրա վկայությունն է։ Քրիստոս իբրև մանուկ ծնվեց միայն, իբրև որդի չծնվեց։ Հետևաբար այս իմաստով Աստծո մարդեղությունը աշխարհ խոսում է պարզապես մարդ եւ Աստված այդ միության եւ նաեւ հավիտենական միության, որովհետեւ Քրիստոսի հարությունից հետո Քրիստոս շարունակում է մարդկային մարմնով, հարուցյալ մարմնով Աստծո աջ կողմում բազմել եւ Քրիստոս իբրև մարդ, երբ որ եկավ աշխարհ, մարդացավ եւ եկավ աշխարհ, մենք խոսում ենք մարդկային եւ աստվածային բնության հավիտենական այդ միության մասին։ Եվ այստեղ այդ միությունը եղավ անխախտելի, անշփոթելի, ինչպես որ մեր եկեղեցու հայրերն են ասում, աստվածությունը չկլանեց մարդուն, մարդկայինը չկլանեց աստվածությունը։ Քրիստոս Սուրբ Երրորդության երկրորդ անձը հանուն մեզ մարդկանց եւ մեր փրկության համար իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից, որով ճշմարտապես եւ ոչ կարծեցյալ կերպով առավ մարմին, հոգի եւ միտք եւ ամեն ինչ, որ կա մարդու մեջ։ Մարդանալով Քրիստոս երկրային 33 տարիներն արդյոք որպես միայն մարդ ապրեց, թե աստվածային էությունն այնուամենայնիվ ուղեկցում էր նրան։ Կարծում եմ սխալ պատկերացումը կարող է շատ հաճախ ձևավորվել եւ դրսեւորվել, այն որ երբ որ Քրիստոս բարկանում էր, այդ ժամանակ մարդ էր, երբ որ Քրիստոս հրաշքեր գործում այդ ժամանակ Աստված էր, իհարկե սա ոչ մի կապ չունի իրական ճշմարիտ դավանանքի հետ։
երբևէ Քրիստոս չդադարեց լինել Աստվածամարդ եւ մարդկային եւ աստվածային բնությունը իր երկրային կյանքի տարիների ընթացքին մշտապես դրսևորվել են միասին իբրև մեկ ամբողջություն։ Այսինքն այստեղ բաժանել կամ այդ ընկալումը, որ մի դեպքում Աստված էր Քրիստոս, մի դեպքում մարդ էր, դա ավելի շատ հերետիկոսական ընկալում է։ Նաև մեր պատարագի աղոթների մեջ մենք ասում ենք, որ Քրիստոս նարեկացու աղոթքն է նաև, որ ասում է Քրիստոս անցավ մարդկային բոլոր կրքերի միջով առանց մեղանչելու, այսինքն մեղք չգործեց։ Այո, ինքը ուներ մարդկային, մարդուն հատուկ բոլոր այդ կրքերը, բայց Քրիստոս երբևէ մեղք չգործեց, որովհետև ինքը կատարյալ մարդ էր, որ շատ հաճախ մարդիկ կա այսպիսի ընկալում, որ Քրիստոս այո մարդացավ, բայց ինքը Աստված էր եւ աստվածային բնությունը Քրիստոսի ավելի դոմինանտ էր եւ դա շատ ավելի իրեն օգնում էր, իր համար ավելի հեշտ էր մեղք չգործելը։ Իհարկե սա կեղծիք է կամ սխալ ընկալում է։ Պատահական չի, որ եկեղեցին ասում է շատ հստակ, որ Քրիստոս կատարելապես մարմնացավ։ Ինքը մարդկային բոլոր օրենքների եւ մարդկային բոլոր այդ զգացումները, զգացողությունները, կրքերը բոլորը ուներ եւ դրա միջով ինքը հաղթահարելով այդ ամենը առանց մեղքի անցավ։ Հովհաննես Ավետարանիչն ասում է, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին ուղարկեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Գրված է նաև «Զի Աստված սեր է» եւ նաև պատարագի ընթացքում է ասվում «Ճաշակեցեք, զի Աստված սեր է»։ Սա ասվում է միայն Սուրբ Երրորդության երկրորդ անձի Քրիստոսի դեպքում, թե խոսքը վերաբերվում է նաև Սուրբ Երրորդության առաջին եւ երրորդ անձերին, Հայր Աստծուն եւ Սուրբ Հոգի Աստծուն։ Եթե Սուրբ Հաղորդության մասին է խոսքը, այստեղ բնականաբար Սուրբ Հաղորդությունը Քրիստոսի մարդեղության, Քրիստոսի խաչելության, զոհաբերության եւ մեր փրկության խորհուրդն է։ Այսինքն մենք կոնկրետ Քրիստոսի մարմնին եւ արյանն ենք հաղորդակցվում։ Այս շատ կարևոր հանգամանք է, որովհետև Քրիստոսի զոհաբերությունն ու խաչելությունը մեր կյանքում հենց այդ աստվածային սիրո ամենակարևոր եւ ամենահստակ դրսևորումն է մեր կյանքում։ Ու սա շատ կարևոր է յուրաքանչյուր քրիստոնեի համար իբրև խորհուրդ։ Քրիստոսի մարդեղացման, Քրիստոսի խաչելության, հարության ամբողջ այս խորհուրդը Սուրբ Պատարագի ընթացքում դրսևորվում է, պատմվում է, փառաբանվում է եւ մենք վերապրում ենք այս խորհուրդը։ Եվ Սուրբ Հաղորդությունը պարզապես հիշատակը չի Քրիստոսի վերջին ընթրիքի կամ հիշատակը չի, որ այսպիսի բան է տեղի ունենում, Քրիստոս խաչվել է 2000 տարի առաջ, հետո հարություն է արել մեզ փրկություն շնորհելով։ Ամեն անգամ, ամեն պատարագին Քրիստոս ճշմարտապես մարմնանում եւ խաչվում է մեր փրկության համար եւ մենք այս խորհրդին ենք հաղորդակցվում։ Այսինքն Քրիստոսի երկրային տարիների այդ խորհրդին, կյանքի այդ խորհրդին ենք հաղորդակցվում։ Բնականաբար սերը Սուրբ Երրորդության ամենակարևոր դրսևորումն է, այսինքն սերը միայն հատուկ չի Քրիստոսին, սերը եւ Աստծո հատկանիշն է, եւ Սուրբ Հոգու հատկանիշն է։ Երբ որ ասում ենք Քրիստոս սեր է, այդ չի նշանակում, որ Հայր Աստված կամ Հոգի Աստված դրա հետ որևէ առնչություն չունեն։ Բնականաբար Աստվածությունն է, որպես այդպիսին սիրո կատարյալ դրսևորումը մեր կյանքում։ Քրիստոսի մատնության, խաչելության, չարչարանքների շնորհիվ մարդիկ ստացան հարություն առնելու, այսինքն եւ ֆիզիկական մահից փրկվելու եւ արքայությանն արժանանալու հնարավորություն։ Արդյոք արդարացված են Քրիստոսի սոսկալի չարչարանքները խաչի վրա։ Արդյոք առանց դրա հնարավոր չէր։ Արդյոք դաժան, չափազանց դաժան չէր կատարվածը։ Իհարկե դաժան էր, բայց իրականում պատկերացնենք մարդկային այդ ամբողջ մեղավոր իրականությունը, մարդկային չարիքները, դրա մեծությունը, դրա ամբողջ այդ խորությունը եւ ծանրությունը բնականաբար ենթադրելի էր, որ նաեւ պետք է Քրիստոսի զոհաբերությունը լիներ այդքան դաժան, ինչպես որ եւ մենք շատ հաճախ տեսնում ենք ավետարանում։ Այստեղ իհարկե դաժան էր, որովհետեւ մենք ենք այդ դաժանության հեղինակը մենք ենք։ Այդ այնպես չի, որ այդպես պիտի լիներ ու վերջ կամ այդպես որոշված էր։ Այդ դաժանությունը մեր դրսևորում, խաչը, գիտեք, մի կողմից մարդկային դավաճանության այսպես ցայտուն օրինակն է, մարդկային չարիքի ամենակարևոր, այսպես ընդգծուն դրսևորումն է։ Խաչը նաև Աստծո սիրո դրսևորումն է։ Իսկ խաչը այդ սահմանն է մարդկային չարության, մարդկային ապիկարության եւ աստվածային
անմնացորդ սիրո։ Իհարկե դաժան էր, եւ դա մենք պիտի հասկանանք եւ դա պիտի մեզ առիթ տա անդրադարձ ունենալու, որ ել ավելի այդ դաժանությունը չխորացնենք եւ ավելի չընդգծենք։ Քրիստոս, ում մասին վկայում էր հին կտակարանը, մարգարեանում էին իմաստունները, մեկնաբանում մեկնիչ հայրերը, ծնվեց ֆիզիկապես, մարդացավ, 30 տարեկանում մկրտվեց, ապրելով երկրի վրա քարոզեց, հրաշագործեց, բժշկեց, վարդապետեց։ Ինչպես մկրտությամբ, այնպես էլ Քրիստոսի պայծառակերպությամբ, երկու դեպքում էլ Սուրբ Երրորդությունը ներկա էր ճշմարտապես եւ խորհրդավոր կերպով, հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո որդին է, երբ առաքյալների հետ բարձրացավ Թաբոր լեռան վրա աղոթելու, Տերը նրանց առաջ պայծառակերպվեց, դեմքը փայլեց ինչպես արեգակը եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը։ Հրեա բարեպաշտ ծնողների կողմից վաղ տարիքից մանուկ Հիսուս ընծայվեց տաճարին, ապրեց որպես մարդ առանց մեղքերի ու հանցանքների, անձանձիր աղոթեց, ի պատասխան աղոթելու մասին խնդրանքին, սովորեցրեց աղոթել, իր ներկայությամբ սանձեց փոթորիկը, տաճարից վռնդեց աղավնավաճառներին, ասելով, թե իր հոր տունը աղոթքի տուն է, անապատում 40 օր ու գիշեր տրվեց աղոթքի, ծոմապահության ու ապաշխարության, 40 օր փորձվեց սատանայից, Տերը չկերավ ու չխմեց այդ օրերին։ Քրիստոս հայտնեց առաքյալների կողմից իրեն ուրանալու, դավաճանելու, մատնելու մասին։ Հավատո հանգանակն ասում է. չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով բարձրացավ երկինք, նստեց հոր աջ կողմում, գալու է նույն մարմնով եւ հոր փառքով դատելու ողջերին եւ մահացածներին, նրա թագավորությունը չունի վախճան։ Հիրավի, քրիստոնեության մեջ Հիսուսն Աստծո որդին է, Սուրբ Երրորդության երկրորդ անձը։ Քրիստոնյաները հավատում են, որ Հիսուսը, խաչվելով եւ ապա հարություն առնելով, փրկեց եւ հավերժական կյանք շնորհեց մարդկանց։ Հիսուսը զոհաբերվեց մարդկանց մեղքերի համար, որպեսզի արդարացնի նրանց Աստծո առաջ։ Ի տարբերություն Ադամի, Հիսուս հնազանդ էր Աստծո կամքին։ Խաչվելուց 40 օր անց Հիսուս համբարձվեց երկինք, որպեսզի լինի Հայր Աստծո կողքին, ըստ Սուրբ Գրքի, նա նորից կվերադառնա երկիր վերջին դատաստանի եւ Աստծո արքայության հաստատման համար։ Նրա խոսքը ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը, համահունչ է սիրո պատվիրանին, որովհետև ապաշխարությամբ է հարատև սերն ու մեծ փրկության հույսը։